Այդ հայտարարումը ինչ ֆինանսական բեռ է հավելյալ քաղաքացու վրա։ Առաջին հերթին 3000 դրամ տարեկան սպասարկման վճար էլեկտրոնային ստորագրության, այսինքն առանց ինչ որ բարիք չստանալու դիմաց 3000 դրամ յուրաքանչյուր տարի պետք է քաղաքացին վճարի, ուղղակի պետք է վճարի։ Ասում է ինչի վճարելու Դա հերթական սուպներ Նիկոլ Փաշինյանի, բայց որ դուք էլ կմտնեք եկենք կետեյ, այնտեղ բերում է լիստը, որ դա վերաբերում է միայն 2025 թվականին, 6000 դրամ տարեկան պետք է վճարի ինչ որ կապի օպերատորի, որովհետև էլեկտրոնային ստորագրությունը փոխկապակցված է քարտի հետ, եւ պետք է ունենա պարտադիր յուրաքանչյուր քաղաքացի առանձին քարտ, որ էլեկտրոնային ծառայություն է սպասարկելու։ Սա արդեն եղավ 9000 դրամ։ Շատ դեպքերում հեռախոսները, օրինակ, չգիտեմ, մարդկա մի հեռախոս է օգտագործում, մարդկա երկու հեռախոս է օգտագործում, բայց քանակի ավելացումը կարիքից ելնելը վարինում միշտ։ Եվ հեռախոսների քանակը նշանակում է, որ բնիկները զբաղված են այլ քարտերով կամ նոր սերնդի հեռախոսները ընդհանրապես դա էլ չունեն, QR կոդերով են ադապտացիաները կատարվում։ Այսինքն դուրս է գալիս, որ մարդ մի հատ էլ հեռախոս պետք է պահի, որպեսզի այդ էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված քարտ տեղադրի, որպեսզի կարողանա ակտիվ պահի։ Մի հատ էլ 10000 դրամ են ամենաէժան հեռախոսներից։ Մի հատ էլ 10000 դրամ պիտի այդ հեռախոսի համար վճարի։